Տիրանայի փողոցներում բողոքի ալիքը չի մարում։ Հազարավոր մարդիկ 5-րդ օրն է պահանջում են դադարեցնել Սազան կղզու Զվերնեց բնակավայրում նախատեսվող խոշոր զբոսաշրջային համալիրի կառուցումը։ Ըստ միջազգային մամուլի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների Affinity Partners ընկերությունն է պատրաստվում կառուցել շքեղ հանգստավայրը։ Ցուցարարների վանկարկումները ձեր վերջը մոտ է հասցեագրված են ինչպես Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային, այնպես էլ ընդդիմության առաջնորդ Սալի Բերիշային։ Կազմակերպիչները պահանջում են ոչ միայն ծրագրի չեղարկում, այլև կառավարության հրաժարական։ Բողոքի մասնակիցների խոսքով իրենց հիմնական մտահոգությունը բնապահպանական է։ Նախագծի իրականացման համար ընտրված տարածքը համարվում է Ալբանիայի ամենազգայուն էկոհամակարգերից մեկը։ Զվերնեցը հայտնի է ֆլամինգոներով, ավելի քան 200 տեսակի չվող թռչուններով, հազվագյուտ միջերկրծովյան վանական փոքերով, իսկ ծովային կրիաները հենց այդ ափերին են ձվադրում։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման մերժում է մեղադրանքները։ Նա հերքել է նաև պնդումները, թե ծրագիրը կարող է օգտագործվել Գազայից պաղեստինցիների վերաբնակեցման համար։ Սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները Ալբանիայի դեմ հիբրիդային տեղեկատվական արշավի մաս են։ Տարածվում են կեղծ թեզեր, իբր այս նախագիծը Ջարեդ Քուշների միջոցով իմ եւ Բենյամին Նեթանյահուի մշակած ծրագիր է Գազայի պաղեստինցիներին Զվերնեցում վերաբնակեցնելու նպատակով։ Նախագիծը դեռ հաստատված չէ, հետևաբար դրա շուրջ տարածվող բազմաթիվ պնդումներ պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Ռաման վստահեցնում է, ծրագրի շուրջ աշխատում են աշխարհի լավագույն ճարտարապետներն ու լանդշաֆտային մասնագետները։ Նպատակը բնությունը ոչ թե վնասելն է, այլ Եվրոպայի համար բացառիկ զբոսաշրջային կենտրոն ստեղծելը։ Նախագիծը մեծ խթան կլինի Ալբանիայի տնտեսության համար, երկրում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր։ Ուշագրավ է, որ բողոքի շարժումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ալբանիան փորձում է արագացնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Եվրամիություն Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովում վարչապետ Էդի Ռաման լրագրողների հարցին, թե երբ կարող է Ալբանիան անդամակցել Եվրամիությանը, հումորով է պատասխանել։ Կա 3 բան, որ հնարավոր չէ կանխատեսել՝ Աստված, սեքսը եւ Եվրամիությունը։ Իդեպ Սազան կղզին գտնվում է Օտրոնտո նեղուցի մոտ, որը ռազմավարական ջրանցքի Եվրոպայում բաժանում է Ապենինյան թերակղզին Բալկանյան թերակղզուց, միացնում Ադրիատիկ եւ Հոնիական ծովերը։ Սառը պատերազմի տարիներին կոմունիստական Ալբանիան Սազանում կառուցել է հարյուրավոր բունկերներ, հրամանատարական կետեր եւ ստորգետնյա թունելներ։ Կղզում եղել են ռազմածովային օբյեկտներ, զինամթերքի պահեստներ եւ պաշտպանական համալիրներ։ Երկար տարիներ Սազանը փակ ռազմական գոտի էր, քաղաքացիական մուտքն այդ տարածք սահմանափակված էր։ Այսօր կղզին այլևս ակտիվ խոշոր ռազմաբազա չէ, սակայն ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը պահպանվել է։ Հենց այդ պատճառով, երբ խոսվում է Ջարեդ Քուշների ներդրումային ծրագրի մասին, շատ վերլուծաբաններ նշում են, որ քննարկվող տարածքը պարզապես գեղեցիկ կղզի չէ, այլ պատմականորեն կարևոր ռազմական հանգույց։ Ով վերահսկում է այդ հատվածը, տեսականորեն վերահսկում է նաև Ադրիատիկ մուտք գործող նավերի շարժը։ Սազանում ամերիկյան ռազմական ներկայությունը ըստ փորձագետների առաջին հերթին կծառայի Բալկաններում եւ Միջերկրականում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդմանը, իսկ ամենաքննարկվող աշխարհաքաղաքական հասցեատերը Ռուսաստանն է։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։